Ինչու եք որոշել մասնակցել այս միջոցառմանը։ Ես ամեն տարի մասնակցում եմ միջալոց, ոնց կարող է հայ մարդը չմասնակցի ջահերով երթին։ Եվս միանք չնայած հիմա ծանր ժամանակաշրջանում ենք ապրում, բայց հիմա առավել եւս ավելի կարևոր է ջահերով երթին մասնակցել ոգեկոչման, ցույց տալ աշխարհին, բոլոր մեր թշնամիներին ներքին եւ արտաքին թշնամիներին ցույց տան, որ հայը երբեք չի կարող մոռանալ այս ծանր հանցագործություն ցեղասպանությունը։ Պետք է պահանջատեր լինենք, մեծից փոքր։ Թուրքիային նկատի ունեք, թե նաեւ Հայաստանի իշխանություններին, որոնք վերջին տարիներին փորձում են կասկածի տակ դնեն հայոց ցեղասպանության փաստը։ Երկուսին էլ միանշանակ, երկուսին հավասար։ Եվ ներքին եւ արտաքին թշնամիներին։ Ուրիշ ելք չեմ տեսնում։ Պետք է պահանջատեր լինենք։ Ու ժամ առաջ ինչքան այս ուրացով դավաճանները փոխվեն, այնքան հեշտ է լինելու մեր հարցը։ Դուք ավելի լավ կարող եք հիշել, որ վերջի 6-7 տարում ոչ մի պետություն բացարձակապես չի ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Իսկ հիմա մինչև 18 թվականի ինչքան պետություններ են ճանաչել, ինչքան պետություններ երկրներում պարլամենտների մակարդակով քրեականացվել է օրենսգրքով։ Բայց հիմա փաստորեն 18 թվականից հետո մինչև հիմա ոչինչ չի արվել։ Այս իշխանությունները կատարում են ուղիղ Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահանգները։ Դուք ինչ եք կարծում, ինչքան էլ որ իրենք փորձեն Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջները կատարել կամ գոնե այնպես անել, որ իրենց խոսքով այդ հարաբերությունները կարգավորվեն։ Ի վերջո այն կողմից տեսնում եք այդ ցանկությունը, որ ցանկանում են մեզ հետ հարաբերություններ կարգավորել, թե դա միայն միակողմանի է։ Իհարկե միակողմանի է, հիմա մենք պարտվածի դերում ենք, մենք չենք կարող Թուրքիայի հետ հավասար, Ադրբեջանի հետ հավասար, բայց մինչև 18 թվականը հիշեք ոնց էին մեր հետ հավասարի խոսում։ Հիմա նսեմ ասված վիճակը, առավել եւս Սփյուռքում գտնվող մեր հայության վիճակը ես պատկերացնում եմ, ինչի մասին է խոսքը։ Ամեն հայի սրտում պետք է պահի անմար կրակը, պետք է պահի ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ, ովքեր էին հավատում, որ խորհրդային պետությունը կարող է քանդվի, ադրբեջանցիներս տես գնան։ Ոչ ոք չէր հավատում։ Եթե հիմա այն ժամանակ մեկը բարձրաձայներ կասեն, երևի, չգիտեմ, վարդագույն ագնոսներով է նայում կամ ինչ երազների մեջ է։ Տեսակ որ եղավ։ Սա էլ հիմա էլ պետք է չուրանանք, չհաշտվենք այն իրավիճակի հետ, որում գտնվում ենք։ Հաշտվենք։ Որտեղ աշխարհի որ ծայրում մի հայ կա, որ իրեն կոչում է հայ, պետք է չմոռանա այս պայքարը։ Ավելի ուժեղացնենք պայքարը։